Պենտագոնն արդեն հաստատել է, որ պատրաստ է Ուկրաինային տրամադրել Թոմահավք հեռավար հրթիռները։ Այս մասին հաղորդում է չեխական Echo24.cz կայքը։ Ընդ որում կայքը տեղեկացնում է, որ վերջին խոսքը մնացել է նախագահ Թրամփին։ Պենտագոնն արդեն հոկտեմբերին էր դիմել Թրամփին, որպեսզի հաստատեին եւ Ուկրաինային տրամադրեին հեռավար հրթիռները։ Հոկտեմբեր ամսին Ուկրաինայի նախագահ Զելենսկու եւ Թրամփի միջև տեղի ունեցել հանդիպում եւ Զելենսկին էր դիմել ստանալու այս հեռավար հրթիռները, պատճառաբանելով, որ դրանք կօգնեն իրենց մինչև 1600 կիլոմետր խորությամբ հարվածել Ռուսաստանի տարածքում ենթակառուցվածքներին, մասնավորապես էներգետիկ ենթակառուցվածքներին։ Սա կարող է ավելի խորացնել ճգնաժամը եւ պատերազմը արդեն կունենա աշխարհագրական ավելի լայն ընդգրկուն, հատկապես հասնելով ոչ միայն Արևելյան Եվրոպա, գուցեև Արևմտյան Եվրոպա։ Ռուսական կողմը նույնպես հայտարարել է, որ այս ամենին, այսպես ասած, աշկ չի փակի եւ կստանան համապատասխան հարվածներ։